Կենսուրախ, ճարպիկ, ընկերասեր, Վալերիին այսպես է նկարագրում մայրը, այսպիսին են նրան հիշում ճանաչողները։ Նանա Մուրադյանը պատմում է, բարեկամների մեծ մասը դրսում է ապրում, իրենց էլ կանչում էին չգնացին, որդին ընդդիմացավ, որոշել էր անպայման ծառայել, սիրում էր զինվորական համազգեստը, մանկուց տպավորված էր Վլադիվաստոկում ծառայած հոր բանակային պատմություններից։ Իր մեջը տենց է դրվել, որ զինվորական կյանքը ինքը սիրել է։ Միշտ ասում էր, չէ, մամա, ես պետք է գնամ ծառայեմ, ես պետք է գնամ ծառայեմ։ 2009-ի տարեվերջին Վալերի Մուրադյանը զորակոչվեց, Ստեփանակերտի Հայկազով զորամասում էր ծառայում։ 3 ամիս 20 օր տևեց ծառայությունը, մարտի 15-ին եկավ բոթը։ Վալերին ինքնասպանություն է գործել, կախել է իրեն։ Հենց սկզբից ընտանիքը չհավատաց պաշտոնական վարկածին, գործում բազմաթիվ հակասություններ էին տեսնում։ Պաշտոնական վարկածը ինքնասպանության հասցնել։ Բա հասցնողները ուր են։ Լավ, գոնե դրել եք հոդվածը, ձեր դրածին համապատասխան գործողություն արեք, քննություն արեք։ Մայրը պնդում է, տղային սպանել են, հետո կախել, ինքնասպանության իմիտացիա բեմադրել։ Տղայի մարմնին վնասվածքներ կային, իրեղեն կարևոր ապացույցներ կցված չէին գործին։ Դեպքից մի քանի օր առաջ էլ մոր հետ հեռախոսազրույցում կիսվել էր, որ ականատես է եղել վառելիքի գողության։ Տեսել էր այն, ինչ չպետք է տեսներ, հենց դա էլ դարձավ ճակատագրական, վստահ է մայրը։ 9 տարի է անցել, չի հաշտվում մտքեդ, որ տղան չկա, իսկ նրա մահվան մեջ մեղավորներն անպատիժ են։ Պայքարել է այս ամբողջ ընթացքում երկար տարիներ, ամեն շաբաթ եկել կանգնել կառավարության առաջ բախտակից այլ մայրերի կողքին արդարության պահանջով։ Պետք է պայքարենք, որ վերջապես մեղավորները իրանց պատիժը ստանան, իսկ ես միշտ ասել եմ, այն դեպքում կկանգնի այս սպանությունները, երբ որ մեղավորները պատժվեն, որ այդ ռիսկը չունենան, որ ասեն կանենք ու կմարսենք։ Տոնայից այսօր այդ նշանակումներ կլինեն։ 9 տարվա վաղեմության այս գործը 3-րդ անգամ կասեցումից հանվեց նախորդ տարի, երբ հերթական անգամ կառավարության դիմաց էին, վարչապետ Փաշինյանը մոտեցավ որդեգորույս մայրերին, նախ ոտքի վրա լսեց դրսում, ավելի ուշ նրանց հրավիրեց հանդիպման։ Խոստացավ միջնորդել, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով։ Քննչական կոմիտեն եւ 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն օրերս համաձայնագիր են կնքել, ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան քրեական գործերը։ Այն գործերը, որոնք հանրության շրջանում կասկածներ են հարուցել, որոնց պաշտոնական վարկածները տուժող կողմի ներկայացուցիչները տարիներ շարունակ համարել են կողմնակալ ու կասկածելի։ Սա առաջին անգամն է, որ նման ձևաչափով գործունեություն է իրականացվում, եւ մենք եւս մեկ անգամ ուզում ենք փաստենք, որ Քննչական կոմիտեն բաց է համագործակցության համար, մեր համար շատ կարևոր է հասարակական վերահսկողությունը եւ մենք վստահ ենք, որ այն աշխատանքը, որ մենք համատեղ կատարելու ենք հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, տալու է իր դրական արդյունքները։ Առաջիկայում կվերանայվի աղմկահարույց 5 քրեական գործ, որոնք ընտրվել են համագործակցող ՀԿ-ների կողմից։ Հնգյակում Վալերի Մուրադյանի գործից բացի Տիգրան Օհանջանյանի գործն է, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի եւ Մատաղիսի հայտնի գործը, երբ 2 զինծառայողի կյանք խլած հանցագործն այդպես էլ չհայտնաբերվեց։ Աշխատանքային խմբի գործունեությունը միտված է նրան, որպեսզի ի հայտ բերվեն, եթե այդպիսի կան թերություններ, որոնք տեղ են գտել գործերի նախաքննության ընթացքում, եթե կփաստվի որևիցե խախտում կամ հանցագործության դեպք, որը որ տեղ է գտել քրեական գործերի նախաքննության ընթացքում, ապա պատասխանատվությունը կլինի անխուսափելի։ Աշխատանքային ընթացակարգի պահանջով ամսական առնվազն 1 անգամ համատեղ նիստ կգումարվի, հնարավոր են նաև արտահերթ նիստեր։ Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը, հարկ եղած դեպքում քննիչները կներկայանան պարզաբանումներ ներկայացնելու։ Ճիշտ էին կասկածները տարբեր տարիների վաղեմության քրեական գործերի առնչությամբ հաստատվելու, թե փարատվելու են տուժողների հարազատների առաջ քաշած վարկածները։ Արտակ Կրկյաշարյանը վստահեցնում է, գործերը կուսումնասիրվեն ողջամիտ ժամկետներում, այդ ժամանակ էլ պարզ կլինի։ Առաջին 5 գործերի լրացուցիչ քննությունից հետո հերթով կանդրադառնան կասեցված կամ կարճված այլ գործերի, որոնց քննության ընթացքի անաչառությանը նույնպես հանրություն ու տուժողների ներկայացուցիչները չեն վստահում։